Դե ինձ էլի հեռուստատով մեր տաղավարում է արդեն այսօրվա մեր առաջին հյուրը։ Հայանտար պոակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գարեգին Միրզոյանը մարտի 21-ն անտառների օրն է։ Հայաստանում նաև անտառագետի օրն է։ Ինչ մարտահրավերների առաջ են կանգնած անտառները մեր երկրում, ինչ արդյունք են տվել շարունակվող բարեփոխումները կիմանանք մեր հյուրից։ Բարի լույս։ Նախ շնորհակալություն մեր տաղավարը կանաչապատելու համար եւ մեզ մաքուր օդ բերելու համար։ Խնդրում եմ ասեք, որքանով է կարևոր անտառային էկոհամակարգը Հայաստանում։ Անտառային էկոհամակարգի դերն ու նշանակությունը գերագնահատել հնարավոր չէ։ Հաշվի առնելով, որ դա այն կենսամիջավայրն է, որտեղ մենք ապրում ենք, հաշվի առնելով, որ անտառները ունեն շատ մեծ նշանակություն, ինչպես օդի թթվածնով հարուստ լինելու, այնպես էլ հողերի դեգրադացման, ջրապաշտպանիչ, հողապաշտպանիչ, կլիմայի փոփոխությունների հանդեպ մեր դիմադրողականության բարձրացման, այնպես էլ նաև տնտեսական ոլորտում գյուղատնտեսության անհրաժեշտ միջավայր ստեղծելու առումով։ Այդ առումով իրականում անտառները շատ կարևոր են եւ մենք բոլորս էլ ունենք եւ պարտավորություն եւ զարգացող կարողություններ ներդնել, որպեսզի մեր անտառային տարածքները ոչ միայն չպակասեն, այլ ավելանան։ Մինչ առաջ անցնելը հասկանանք, բացի այս գեղեցիկ ծառից այստեղ էլի կան բարիքներ, Հայաստանի անտառների բարիքներն են կարծես թե եւ պետական արտադրանք են, կպատմեք սրանց մասին։ Իհարկե կպատմեմ։ Հաշվի առնելով, որ նաև անտառային օրենսգրքում կա հնարավորություններ, տրվում է հնարավորություններ օգտվել անտառներից եւ անտառների բարիքներից, Հայանտառ պոակը որպես նախաձեռնություն 2023 թվականից առաջին քայլը, որը արվեց, դա մեղվաբուծության զարգացումն էր։ Մենք ESPA-ի դրությամբ ունենք 5 մասնաճյուղերում անտառտնտեսություն, մեղվաբուծություն։ Նախատեսում ենք 26 թվականին ոչ միայն ավելացնել տվյալ անտառտնտեսության կարողությունները, այլև ավելացնել նորերը։ Իմիջիայլոց սա առաջին պետական արտադրանքն է, եթե հաշվի առնենք, որ պոակը պետական ոչխարաբանական կազմակերպություն է։ 25 թվականին պիլոտային առումով նաև նախաձեռնել ենք թերի եւ խոտաբույսերի հավաքագրումը եւ որոնք մենք այստեղ տեսնում ենք։ Այո, որը որ ավելի մեծ թափով կիրականացվի 26 թվականին, ինչպես նաև ունենք այլ ծրագրեր անտառօգտագործման բնագավառում։ Շնորհակալություն պարոն Միրզոյան, շնորհակալություն նաև այս գեղեցիկ նվերների համար ու օգտակար նվերների համար։ Քիչ առաջ մինչև եթեր մտնելը մենք խոսում ենք այն թեմայից, որ մարդիկ չեն կարող տարբերել պահպանելն ու պաշտպանելը։ Եթե խոսենք Հայանտառ պոակից, Հայանտառ պոակի գործունեության մեջ մտնում է ավելի շատ պահպանելը, թե պաշտպանելը։ Հայանտառ պոակի գործառույթների մեջ մտնում է անտառպաշտպանական միջոցառումները, պահպանության միջոցառումը մինչև 23 թվականի ավարտը իրականացվել է Հայանտառ պոակի կողմից, սակայն նոր ստեղծված էկոպարեկային ծառայության գործառույթն է այլևս 24 թվականի հունվարի 1-ից եւ կարող եմ նաեւ նշել, որ Սյունիքի մարզում, որտեղ գործարկվել է ամբողջ զորությամբ էկոպարեկային ծառայությունը, մենք դիտարկում ենք բավականին արդյունավետ աշխատանք եւ արդյունքներ եւ մեծ հույս ունենք, որ ընթացած ձևավորվող մյուս մարզային վարչությունների աշխատանքների մեկնարկից հետո իրականում բավականին լուրջ տեղաշարժեր կլինեն այս ոլորտում ապօրինի ծառահատումների, անտառների պահպանության եւ մյուսային գործառույթները, որը ունի էկոպարեկային ծառայությունը։ Իսկ Հայանտառ պոակի գործառույթը դա պաշտպանությունն է, որը անտառպաթոլոգիական ուսումնասիրությունների արդյունքում, որ իրականացվում է տարեկան 2 անգամ գարնանային եւ աշնանային պարբերականությամբ, հայտնաբերվում են վնասատուներով կամ հիվանդություններով վարակված օջախները, կազմվում է աշխատանքային պլան եւ իրականացվում են միջոցառումներ։ Նշեմ նաև, որ մինչև 23 թվականը այդ միջոցառումները եղել են քիմիական միջոցներով, այո, շնորհակալություն, քիմիական միջոցներով 23 թվականից հետո շրջակա միջավայրի նախարարության եւ կառավարության աջակցությամբ աշխատանքները այլևս տարվում են կենսաբանական պայքարի միջոցներով, ինչը կողմնակի այլ վնասակար ազդեցություններ կենսաբազմազանությանը,
մարդկանց եւ բնությանը չի հասցնում ի տարբերություն քիմիական պայքարի միջոցներից։ Ասեմ, որ 25 թվականին 9000 հեկտար ընդհանուր տարածքի վրա կատարվել են այդ աշխատանքները օդային ցողման եղանակով եւ 26 թվականի մեր մոնիտորինգի արդյունքները կտան մեզ պատկերացում արդյունավետության առումով, որը մենք չենք հասկացում, ճիշտ ասած։ Արդյունավետությունը հասկացանք, բայց հիմնականում ահազանգում են, որ անտառային ծածկույթների քանակը գնալով նվազում է։ Ինչ վիճակագրություն ունենք այստեղ համեմատած նախորդ տարիների հետ եւ ինչի հետևանքով է նվազում անտառների քանակը։ Մենք վերջին 30 տարում օրինակ ավելի շատ վերականգնել ենք անտառները, տնկել ենք նոր ծառեր, թե կորցրել ենք անտառային ծածկույթները։ Ճիշտ որ ասեմ, հայ-անտառ պոակը տնօրինում է Հայաստանի անտառային տարածքներից 290,000 հեկտարը, ընդհանուր առմամբ մեր տնօրինման տակ գտնվում է պետական անտառային ֆոնդի 365,000 հեկտար տարածք, որից անտառածածկը 290,000-ը։ Ես կարող եմ ասել, որ վերջի տարիներին բավականին ծրագրեր են նախաձեռնվել եւ այժմ իրականացման եւ մեկնարկային փուլերում են անտառների վերականգնման։ Ես իհարկե կարող եմ ասել միայն հայ-անտառ պոակի մասով, կոնկրետ 25 թվականին մենք ընդհանուր առմամբ իրականացրել ենք 750 հեկտար անտառպատման աշխատանքներ, այդ թվում 170 հեկտար պետական բյուջեի ֆինանսավորմամբ, 474 հեկտար ՄԱԿ-ի եւ Պարենի կազմակերպության ֆինանսավորմամբ, ինչպես նաեւ հաստատված վնասի փոխհատուցման շրջանակներում նման պրակտիկա էլ գոյություն ունի 29 հեկտար։ Ասել, որ անտառները պակասում են վերջին տարիների ընթացքում, ես մի քիչ համաձայն չեմ լինի։ Այժմ մեր գործընկերների հետ իրականացվում է նաև մոնիտորինգային գործառույթներ, որի տվյալները կամփոփվեն 26 թվականի ընթացքում, ինչպես նաև մենք գիտենք, որ ունենք Փարիզյան համաձայնագրով ստանձնած պարտավորություններ, որին կարծում եմ մենք կանենք ջանքերի առումով ամեն ինչ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը իր պարտավորությունները կատարի։ Այդ առումով այո, մեր բոլորի աշխատանքն է պահպանել, պաշտպանել, ինչպես նաև ավելացնել անտառային տարածքները եւ հանել օրակարգից այն հարցը, որ մեր մոտ անտառները պաշտպանված կամ պահպանված չեն։ Կոնկրետ հայ-անտառ պոակի նպատակները միայն այդ դաշտում են։ Այո, խոսենք նաև անտառապատումից, դե անտառապատումները իրականում իրականացվում են շատ ու Երևանի տարածքում ես վերջերս հատկապես շատ օրինակներ ունենք, օրինակ Երևանի օրինակով խոսենք, բայց տնկում են ծառերը հետագայում չեն խնամում ու այնպես է ստացվում, որ այդ ծառերը չեն անցնում կանաչ գոտի չի վերածվում։ Այ մենք արդյոք ինչպիսի դրություն է անտառների հետ կապված եւ արդյոք մենք տարբերակում ենք անտառապատումն ու անտառավերականգնումը։ Իհարկե տարբերակում ենք, երբ ես նշեցի 474 հեկտար ՄԱԿ-ի Պարենի գյուղատնտեսության կազմակերպության հետ արված աշխատանքները, հետևի ունենք երկու բաղադրիչներն էլ առկա են։ Անտառապատում իրականացվում է անտառազուրկ տարածքներում, իսկ անտառվերականգնման աշխատանքներ իրականացվում են դեգրադացված հողերում, նոսրուտներում, ինչպես նաև սաղարթների տակ ցանքսի միջոցներով, այդտեղ նաև աշխատանքներն են տարբեր իրենց բնույթով։ Հայ-անտառ պոակի կողմից իրականացվող անտառպատման աշխատանքները իրենց մեջ ներառում են նաև հաջորդ 5 տարիների ագրոտեխնիկական խնամքի եւ լրացման աշխատանքներ։ Այդ իսկ պատճառով ասել, որ տնկում ենք այլևս չենք զբաղվում այդ տարածքներով, այդպես չի է։ Ինչ վերաբերում է Երևան քաղաքում իրականացվող անտառպատումներին, դա հայ-անտառ պոակի գործառույթներում չէ եւ մեր տարածքներում չէ։ Վերականգնման աշխատանքների հետ կապված, այո, մենք այս տարի նույնպես նախատեսում ենք բազմաթիվ ծրագրերով Լոռու եւ Սյունիքի մարզերում մոտ 700 հեկտար անտառպատման եւ վերականգնման աշխատանքներ, որից մոտ 450-ից 500 հեկտարը ձեր նշած անտառ վերականգնման աշխատանքներն են լինելու։
Իսկ որքան ժամանակ է պահանջվում, որպեսզի կարողանանք ասել, որ լիարժեք վերականգնված է տվյալ հատվածը։ Օրինակ, Խոսրովի անտառի հրդեհից հետո մենք լսեցինք այն մասին, որ շատ ծառատեսակներ կան, որոնք չեն վերականգնվում այլևս, կամ մոտավորապես 10 տարվա ընթացքում չեն վերականգնվելու, ավելի ուշ ժամկետներում են վերականգնվելու։ Ասեմ այսպես, անտառպատման աշխատանքները համարվում են տրամաբանորեն ավարտված այն ժամանակ, երբ այդ տարածքը սաղարթի միացման փաստով տեղափոխվում է անտառների շարք։ Այսինքն տնկել տարածքը իրականացնել անտառպատում դեռ դա չի համարվում, որ ինքը անտառ է։ Կախված ծառատեսակից, կախված էկոլոգիական պայմաններից, ինչպես նաև տեղադիրքերից, միջին հաշվով 7-ից 10 տարի պահանջվում է, որպեսզի այդ տնկանյութը, որը դառնում է ծառ, այնուհետև սաղարթների միակցում է տեղի ունենում եւ այդ տարածքը արդեն որոշումներով տեղափոխվում է անտառային շարք եւ համարվում է անտառ։ Ինչ վերաբերվում է հրդեհների արդյունքում վնասված տարածքներին, այո, այնտեղ մի քիչ խնդիրը ավելի բարդ է, բայց կոնկրետ Խոսրովի արգելոցի հետ կապված ես տեղեկատվություն չունեմ, բայց Հայանտառ պոակն էլ անցած տարի Արծվաբերդի եւ Ճամբարակի անտառտնտեսություններում ունեցել են հրդեհներ, որոնք գույքագրվել են, այնտեղ հիմնական վնասը եղել է բնական վերաճի ոչնչացմանը, ինչը անտառների հետագա սերունդի ապահովման կարևորագույն բաղադրիչներից է, եւ այն տեղերում, որտեղ նոր տնկարկներ են ունեցել մոտ 10 հեկտարի չափ տարածք, որտեղ ջերմային շոկի է ենթարկվել, մենք գույքագրումների արդյունքները հիմա տարվա սկզբին այլևս երբ կլինի աճի գնահատման հնարավորություն, մենք կտեսնենք, եթե անհրաժեշտություն է առաջանում տվյալ տարածքներում, մենք իրականացնում ենք լրացման աշխատանքներ, որպեսզի հաստատված վնասը փորձենք կոմպենսացնել։ Իսկ մենք ունենք ըստ այդմ մենք ունենք ծառատեսակներ, որոնք ընկել են, այսպես ասած, այդ վտանգավոր գոտու մեջ, տարբեր պատճառներով, կլինի հրդեհ, կլինի ապօրինի անտառահատում, եւ կա արդյոք այտենց վերականգնման աշխատանքներ։ Կոնկրետ իմ նշած տարածքներում անհետացման եզրին գտնվող ծառատեսակներ մենք չունենք։ Ես կուզեի այդ մասով ասել մեկ ծրագրի մեկնարկի մասին, որը հրդեհների հետ կապված չի, սակայն գործընկերների միջազգային նաև աջակցությամբ մենք Վայոց ձորի անտառտնտեսություն մասնաճյուղում հաշվի առնելով գիհու էնդեմիկ տեսակի պահպանման խիստ կարևոր անհրաժեշտությունը հիմնում ենք տնկարան, որտեղ պետք է աճեցնենք գիհու տնկանյութ եւ այն նոսրուտները, որը որ մեր Վայոց ձորի մասնավորապես Վայքի եւ Եղեգնաձորի տարածաշրջանում կլիմայական բարդ պայմանների պարագայում լավագույնս գիհին է կարողանում, սակայն դա շատ բարդ ու ժամանակատար աշխատանք է, բայց մենք հաշվի առնելով դրա անհրաժեշտությունը գնում ենք այդ ճանապարհով աճեցնել տնկանյութը եւ անտառ վերականգնման տրամաբանությամբ ապահովել, փորձել գիհու անհետացումը կանխելը, որը որ հայկական էնդեմիկ տեսակ է եւ մեր համար շատ կարեւոր։ Սա հրաշալի է կարծում եմ։ Երբ մենք խոսում ենք անտառների մասին, չենք կարող բաց թողնել կենդանիների մասը, որովհետեւ նրանք շատ լուրջ դեր ունեն անտառներում, ինչպես օրինակ ծառերը։ Կան կենդանիներ, որոնք անհետացման եզրին են, ինչպես ենք պահպանում կենդանիներին, կենսաբազմազանության պահպանման ուղղությամբ, ինչպիսի աշխատանքներ են տարվում։ Բավականին լայնածավալ։ Եթե նշենք նաև, որ այս տարի Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի COP17 գագաթաժողովի ոչ միայն հյուրընկալ, այլ նաև նախագահող երկիրն է, ապա կարող ենք ասել, որ մենք ունենք եւ ասելիք եւ առավել եւս շատ անելիքներ։ Ինչ վերաբերվում է կենսաբազմազանությանը, այո, հաշվի առնելով այն ահռելի տարածքները, որտեղ Հայանտառն է իրականացնում իր գործունեությունը, մենք ունենք կենսաբազմազանության պահպանման, դրա հետագա աճի պայմանների ստեղծման, մոնիտորինգի, ինչպես նաև հնարավոր ռիսկերի գնահատման եւ վերացման գործառույթներ։ Վերջի տարիներին հաշվի առնելով նաև մեր պետական լիազոր
մարմնի շրջակա միջավայրի նախարարության սերտ համագործակցությունը կապված կենսաբազմազանության եւ բնության հատուկ պահպանվող տարածքների վարչության համակարգման տակ գտնվող կառույցները, որոնք են Սևան ազգային պարկը, Դիլիջան ազգային պարկը, Խոսրով արգելոցը, մենք ակտիվ աշխատանքներ ենք տանում, տեղադրել ենք նոր սերնդի տեսախցիկներ, ֆոտոթակարդներ, որոնք նաեւ 26 թվականին են արվելու, ինչը մեզ տալիս է հնարավորություն ոչ միայն իրականացնել մոնիտորինգ, տեսնել կենդանիների բնական վիճակում գտնվելու պայմանների, նրանց կենսագործունեության առումով խնդիրները, այդ շատ գեղեցիկ։ Այո, եւ մենք մեր սոցհարթակներում շատ հաճախ մեր նկարներով, մեր տեսանյութերով կիսվում ենք։ Այո, այնպես էլ հաշվի առնելով նաեւ COP17-ի իրականությունը, ես ուզում եմ նաեւ կոչ անել, որպեսզի մեր հասարակությունը, մեր հանրությունը, առավել եւս երիտասարդները շատ սերտ լինեն այս թեմայի հետ, որովհետև ասեցինք անտառների օր, սակայն անտառների օրը միայն անտառագետի կամ ոլորտային կառույցների օրը չէ։ Այո, բոլորի Սա մեր բոլորի օրն է, որովհետև եթե խոսում ենք բնության եւ շրջակա միջավայրի մասին, դա մեր կենսապահովման միջավայրն է, որտեղ մենք պետք է լինենք նախաձեռնող, լինենք սրտացավ եւ ես կարծում եմ, որ այո, ինչ վերաբերում է նաեւ տեղեկատվությունը, որը մեր գործընկերները նույնպես կիսվում են սոցհարթակներում, մենք բավականին առաջընթաց ունենք կենթանական աշխարհի պահպանման, նրանց քանակի ավելացման, շատ դեպքերում նույնիսկ դժգոհություններ կան, որ դժգոհություններ կան։ Ну, ասենք արջերը այցելում են բնակավայրեր, լինում է այդպիսի բաներ, բայց ես կարծում եմ, որ դա էլ պետք է լինի, որովհետև վերջում մենք բնության հետ ապրում ենք համահունչ եւ Այսինքն կարելի է փաստել, որ կենդանիները վերադարձել են, որովհետև մենք տեսնում ենք նույն ձեր նշած ֆոտոթակարդներով, որ հովազները, արջերը նույն արջերը ոչ մի տեղը չէին գնացել, իրենք ուղղակի շատացել են։ Ուղղակի շատացել են, հա։ Այո, իսկ ինչ վերաբերում է հովազներին, այո, դա բավականին ուրախալի փաստ է։ Եվ ես կարծում եմ, որ մենք այո կունենանք որոշակի ժամանակահատված, որ էնդեմիկ առումով այո մենք կվերականգնվեն։ Ասեմ ավելին, մի քանի օր առաջ մենք Վայրի բնության համաշխարհային կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության հետ հուշագիր ստորագրեցինք համագործակցության առումով, որը հենց ենթադրում է մեծ սպեկտր աշխատանքների կապված կենսաբազմազանության, նրա պահպանության հետ, որը որ կարծում եմ այդ համագործակցությունը բավական լավ արդյունքներ կտա։ Ինչպես եք նշելու օրը։ Աշխատանքային կարգով, մեծ ուրախությամբ կլինեն նաև խրախուսումներ աչքի ընկած աշխատակիցներին։ Միջոցառումներ կան։ Մեր կառույցի ներսում այո։ Հա, բայց ընդհանուր առմամբ միջոցառումները տարին 12 ամիս են։ Այո, եւ պետք է տարին 12 ամիս վերականգնելու։ Այո, այս համար կարելի է ասել, որ ցանկացած լավ արված աշխատանք դա ուրախ միջոցառում է։ Միանշանակ, մեզ համար նույնպես, որովհետև իսկապես նման պայմաններում ապրելու դեպքում, նման օդի աղտոտվածության դեպքում հատկապես շատ կարևոր է անտառների պահպանությունը, պաշտպանությունը եւ շնորհակալություն ձեզ հրաշալի գործի համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Սիրով, ինչպես նշեցիք, դա յուրաքանչյուրիս գործն է եւ յուրաքանչյուրս պետք է անենք դա անկախ մեր մասնագիտությունից եւ պետք է պահպանենք, պաշտպանենք անտառը ու շատ սիրենք մեր բնությունը։